Բարելույս աշխարհասփյուռ հայությանը բոլորիդ բարի լույս եմ իսկապես մաղթում, լավ առավոտ, մեր մոտ Հայաստանում, կոնկրետ Արարատի մարզում շատ լավ եղանակ է։ Մենք խոսալու ենք բաց քաղաքականությունից։ Ուզում եմ ասել նախորդ որ անդրադառնալու եմ պարոն Գագիկ Ծառուկյանին, անդրադառնալու եմ Նարեկ Կարապետյանին, անդրադառնալու եմ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հայտարարությանը Ստեփանակերտում, որը ակտիվ շրջանառության մեջ է մտել, այն խոսքերը, որտեղ ինքը Սամվել Կարապետյանին որպես ներդրող, որպես բարերար, հայրենիքի կապիտալ բան դրական գնահատական է տալիս, եւ Ալիևի խոսքը, որ լավ Ալիևի խոսքն եք մեկնաբանելու, որը էլի հայկական կողմում շրջանառվում է, բայց ի նպաստ Ադրբեջանի։ Իբր թե ընդդեմ Նիկոլը են անում մեր հայրենագիստները, բայց չեն գիտակցում, թե գիտակցելով այնքան այնպես ջղայնացած բան, որ ադրբեջանական շահեր են պաշտպանում, ադրբեջանական թեզ են առաջ տանում։ Ուրեմն բերեք որտեղից սկսենք, արեք Նիկոլ Փաշինյանին լսենք, հենց դեիցը սկսենք։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Ուզում եմ մենք անունը Հələ այս պաուզա տամ մի հատ մեկնաբան եմ էլի։ Սա 2018 թիվը Սիրո Թավշյա հեղափոխության օրեր է։ Նիկոլ Փաշինյանը իրան պահում է այնպես, ինչպես որ խոսք է տվել մինչև հեղափոխությունը։ Ասել է արուն չենք թափելու, ձեռքերը բաց, բարձրացրած։ Մենք հեղափոխություն ենք անում։ Հետո թե Գևորգ Հարստամյանը ինչքանով է գոհ, ինչքանով է դժգոհ, համարում է հեղափոխություն, չի համարում հեղափոխություն, իշխանափոխություն եղավ, թե ինչ, սա արդեն այլ թեմա է, ես սրա մասին իմ գնահատականները միշտ էլ տվել եմ։ Բայց խոսքը վերաբերում է, որ ինքը որպես երկրի վարչապետ ընտրված ձեռք է մեկնել, այսպես ասած, բոլոր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց, տարբեր հայացքներ, որ կապ չունի։ Ես ասել ինքը շարունակում է, մարդիկ այսքանն են լսում։ Մնացածը չեն ուզում լսել։ կանոն այդ մարդկանց հիշենք, որ ասենք նույնիսկ կապ չունի աշխարհայացքային քաղաքական երբեմն ինչ հարաբերություններ կան։ Այս է գլխավոր գլուչավոյ խոսքը, ստե աշխարհքաղաքական ինչ հետաքրքրություններ, աշխարհքաղաքական ինչ հայացքներ, ասма դա կապ չունի, այսինքն եթե Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը ունեն օրինակ ռուսամետ հայացքներ կամ Պուտինին ավելի շատ երկրպագում, քան թե Հայաստանի ղեկավարին, ասма դա կապ չունի, ինքը ներդրում է անում մեր հայկական կապիտալը դա։ Նիկոլ Փաշինյանը հիմա եղբայրական կամ բարեկամական խոսք մղեց, հղեց ժողովրդին, թե թշնամական։ Պետք է բարձենք ովքեր սկսեցին թշնամություններ տարածել Նիկոլը, թե իրան իբր թե դիմադիր բաց Ադրբեջանի շահերը առաջ տանող մեր հայրենակիցները։ Գնահատում ենք Հայաստանում եւ Արցախում քարը քարի վրա դնելու ամեն մի գործունեությունը եւ ես ուզում եմ որ մենք բուրըն ծափերով Լավ, լսակ իմաստը որնա։ Մեկնաբանեցի արդեն, որ ինքը շատ լավ էր դիտարկում հարաբերությունները շարունակելի լինի, փոխհարաբերություններ ստեղծվի թե Ռուբեն Վարդանյանի, թե Սամվել Կարապետյանի, բայց իմ հիշելով մի քիչ դադար եղավ, այդ նույն նշված բարերարների, մեծահարուստների կողմից դադար եղավ իշխանափոխությունից հետո 18 թվին աջակցություն Հայաստանի հայրենիքի։ Չգիտեմ ինչու, բա եթե ձեր համար կարևոր չի թե ով է երկրի ղեկավարը, ձեր համար կարևոր է հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը, ինչու է դադարը մտավ էլի։ Էդի փաստա ներդրումներ բան սկսեցին արդեն էլ չեմ ասում հիմա բարձում է հետը վերցրել են ինչ որ բացահայտումներ են անում որ փողեր լվացվել եւ այլն սա փաստա նրա մասին հիմա Նարեկ Կարապետյանը մեր եղբայրը ակտիվորեն ինքը չի իր ուժը անդամները բանը ակտիվորեն այս նյութը տարածում են գիտեն սա ծառայելու է ընդդեմ Նիկոլի սա չոտքի ծառայում է Նիկոլի
դիրքերի։ Ես չեմ հիմա գովազդում Նիկոլին, դուք եք գովազդում։ Եթե այս տեսանոթը դուք հրապարակում եք, գիտակից մարդիկ եթե միջև վերջ լսում են, հասկանում են, որ իր դիրքորոշումը եւ իր պահվածքը հայամետ պահվածք է, հայակենտրոն պահվածք է, հանուն Հայաստանի պահվածք է։ Անկախ քաղաքական հայացներից դու բարերար ես, ներդրում ես անում, ուրեմն դու կարգին հայ ես, հետո արդեն թե ինչ քրեական գործերով կանցնես, դա արդեն ուրիշ թեմա է։ Դուք սախի եք մտածել թե հակաիշխանական կամ հակա Փաշինյանական գործունեություն եք ցավալում։ Հարգելի Նարեկ ջան, եթե այս տեսանոթը դուք տարածում եք, լավ իմացեք, որ դուք ռեյտինգն եք բարձրացնում Փաշինյանի։ Սա լավ է թաքցնեք, ցույց տաք, որ ինքը իր դիրքորոշման մեջ եղել է, այսպես ասած, միասնության կողմնակից, եղել է համերաշխության կողմնակից, սիրո եւ թավշյա հեղափոխության կողմնակից։ Հետո 20 թվից հետո թե ինչ եղավ, դրա մասին էլ կխոսանք։ Այնանք ովքեր եղան Նիկոլի դեմ, Նիկոլը հելավիրազդեմ, թե Իրաք հելան Նիկոլի դեմ։ Ջորջ, քամի շատ է խանգարում ձեզ, բաց երկնքի տակ եմ նստած, տաղավար չունեմ, բան չունեմ, տուն շուրա երեխեքը խանգարում են էլի։ Դերս փոխեմ թե նորմալ է, մի հատ գրեք էլի իմանամ, նորմալ է, այո թե ոչ, քամին փչում է դինամիկ։ Ձենզուն չկա, եթե չի խանգարեմ, կտրես քամին, լավ։ Հետո, ուրեմն, բերեք հերթով գանք, Գագիկ Ծառուկյանի խոսքերը։ Երեք իր աչքովս ընկել, թե քանի օրվա ինտերվյու չգիտեմ, խոսում է, որ ես գիտեի, որ պատերազմ անելու ես ասել էի եւ այլն, որտեղից գիտեի, որ պետքա շնորհակալություն շնորհ, որ պետքա պատերազմ անել, որտեղից գիտեր, խոսքի ես էլ էի կանխատեսում դեռ 14 թվից, որ պատերազմ ալինելու եւ ջախջախիչ պարտություն ենք կրելու, այն որ բայց կոնկրետ դու պարոն Ծառուկյան, քեզ ինչ որտեղից ինֆորմացիա տվել են, գիտեք որ լավ կապեր ունես Լուկաշենկոյի հետ, Ռուսաստանի հանդեպ էլի լավ տրամադրություն ունես։ Ժողովուրդ ջան, խոսում ամեն ինչ նրա մասին, որ այդ պատերազմը լավ էլ պատրաստված սպասում էին, որ իշխանափոխություն անեն, իշխանությունը տային ուրիշի, միշտ ասում եմ էլի, որ ասեն Ղարաբաղցի չի եղել ղեկավարը, գրված չի եղել ղեկավարը, որ դրա համար պարտվել են, բայց բոլորը ժամանակին էլ գիտեին, որ այդ պատերազմը ըլնելու է եւ ինչ ավարտ ալնելու, դրա համար իշխանությունը դիջել են։ Այնպես որ Գագիկ Ծառուկյանը իր այդ խոսքի մեջ մի բանի մասին է խոսում, որ ինքն էլ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ ակտիվ կապի մեջ էր, դրա հետ մեկտեղ Բելարուսիայի նախագահը եւ տեղյակ էր ինչ գործ են սարքել Փաշինյանի գլխին։ Ես չգիտեմ, Փաշինյանն էլ էր իրանց, ես երթում չեմ ուտի Փաշինյանի փոխարեն։ Փաշինյանը պետք է հետագային պատասխան տա, հաջորդ ընտրությունների ժամանակ, իշխանություններ ընտրվելու ժամանակ Փաշինյանը պետք է պատասխան տա, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հախիչ չեկավ։ Միգուցե հենց միասին են եղել ամեն ինչ պայմանավորված, բայց ամոթ չեմ անի սուտ բան երթում ուտեմ, ասում չէ միասին չեն եղել, բայց թո Փաշինյանը դա ապացուցի, եթե մինչև իմ ազատության մեջ են եւ զբաղեցնում են ընդդիմադիրները, աթոռները, ազգային ժողովում, այդ մարդիկ կասկածելի տեղիք տալիս է, ես իրավունք ունեմ կասկածեմ։ Ես չեմ պաշտպանում Փաշինյանին, որովհետեւ ինքը իրան չի պաշտպանում, ինքը իր ասած խոստումները չի կատարել, ոչ մի ձուկը, ոչ մի մոկը չի պլաստալով։ Հետո, այ ախպեր, ես չգիտեմ Գագիկ Ծառուկյանի հանդեպ դրական, պոզիտիվ մարդ է, միշտ դրական եմ եղել տրամադրված, բայց մինչև ընտրություններ գալը, ոչ միայն այս բոլոր ընտրությունների ժամանակ, ես չեմ ուզում այդ մարդը մտնի քաղաքականություն։ Դες մարդ, լավ, նես как будто добрый дядя, էլի, նես նախ մի տեսակ դրական մարդ է, պոզիտիվ մարդիկ են կարում հիմնականում բիզնես բան կարիերա ունենալ, նեգատիվ մարդիկ տես փթած մտած մնում են սաղկյանքները նեխած կորում են գնում, ոչ քաղաքականությունում կարաս իրաց տենաս, ոչ բիզնեսն, ոչ մտավոր, հոգևոր, ոչ մի կյանքում չես տենա։ Փթած էլի մամուր են, կպած մի հատ բանի խոնավ տեղի։ Գագիկ Ծառուկյանի հանդեպ մի գրաված բան չունեմ, հակառակը դրական ունեմ, բայց երբ որ ինքը մտնում է քաղաքականություն, իմ ասելիքը սկսվում է։ Այնպես որ պարոն Ծառուկյան, ձեր անունից էլ օրինակ ձեր կողմնակիցներից էլ առաջարկում էին, որ միանալ ձեր ուժին, բայց ես համարեցի, որ դուք շատ ուժեղ մարդ եք եւ շատ ուժեղ բիզնեսմեն, բայց դուք քաղաքական ուժ չեք։ Չեք էլ եղել ոչ մի ժամանակ։ Ձեր անցած խորհրդարանի ժամանակ, երբ որ մեծ երկրորդ ուժն էիք, տեղի ունեցավ այդ նույն պատերազմը եւ հավասար չափաբաժին պատասխանատվություն ունի եւ ձեր ուժը։ Էլ չեմ ասում անհատներ կան դե, որ իրանց շատ ցածր ձև են իրանց պահում։ Չեմ ուզում անվանել անհատների անունները, շատերը գիտեն ովքեր են դարձել ցածրակարգ բլոգեր քաղաքական բարձր իրանց դիրքերից։
ովքեր են հայհոյախառը բարերով բան խոսում ժողովրդի հետ, նենց էլի էֆիրներով բանում, սա արդեն չեմ ուզում ես քննարկել այսօր այս թեմաների մեջ։ Բայց դուք խնդրում եմ պարոն Ծառուկյան, մեկը ընտրություններից հետո հեսա ձայներ եք հավաքելու Քոչարյանի համար, թե ինչ ոնց եք ուզում անեք, ոնց եք պայմանավորվել, հետո ժողովուրդն էլ կտենա, ես այդպես եմ կասկածում։ Քոչարյանը եթե չանցավ դուք, всё, մի կողմ եք քաշելու եւս 5 տարի չեք երևալու քաղաքական դաշտում։ Ու մնացածն էլ հիմնականում այդ գործով են զբաղված, շատերը, էլի։ Ձայն հավաքելուց հետո կորելու են։ Հետո լսենք Հեյդար Ալիևի խոսքին, Իլհամ Ալիևի խոսքին, որ շատերը տարածում են 2026 թվականին։ Եթե խոսքը ասվել է 2024 թվականին, լսենք, կարճ лысենք, ես Ожидаем точно такого же подхода и со стороны правительства Армении. Мы ожидаем от них четкого заявления о том, каким образом азербайджанцы, изгнанные из сегодняшней территории Армении, западного Азербайджана, либо потомки тех, кто был изгнан, каким образом они могут вернуться на свои исторические земли. Լավ, այս զրույցը ես չեմ ուզում չվերջ գնամ, մեկը սրա մասին եմ ես ուզում խոսալ, որ իբր 300,000 ադրբեջանցիները պետք է գնան իրանց հայրենիքը, պատմական հայրենիքը։ Բոլորը լսում են, բայց չեն ուզում Ալիևի նստած դիրքի հետևի ֆոնին, որ իմ հետևը ժանգոտ, օրինակ, չանա դրած մի հատ երկաթե շինություն է։ Ալիևի հետևն էլ մի հատ կապույտ պլակատ է, որտեղ գրած է 2024 թիվ։ Ընկերներ ջան, հələ մի հատ էլ գրել են վերնագիրը մեր հայերը, թքացում։ Բանը էլի Նիկոլ Փաշինյանի սմայլիկը ձերքի, որ սրտիկը դրած, վրեն գրած թքացում։ Բայց ես ուզում եմ հասկանամ, շատ եք հետապնդում, շատ եք դուք շահագրգռված թրքանը Հայաստանը։ Դրա համար եք դնում, բայց դա Նիկոլը չի դրել, էլի թրքացում բառը դուք եք գրել։ Ինչ եք ինձ շատ երազում, եք շատ ուզում թրքանը Հայաստանը։ Պալյուբոմը մեկա, որ խաղաղություն եղավ, թուրքեր շատ եք տեսնելու Հայաստանում, Թուրքիայի քաղաքացիներ, առևտուր կան մտնեն, տանեն, բերեն, խանութներ են դնելու, գալու են ձեր նման համբալների տունը թանկով առնեն, հայի վրա չեք ծախելու, հայը անտուն մնալու է դուրսը կամ էլ մի հատ պալատքում։ Այ դուք այդ կեղծ հայրենասերներ եք, որ այսօր Նիկոլին ասում եք թրքացում, ես չեմ տեսնում թրքացում, ես տեսնում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, որին ձգտել է եւ Սերժը եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը, բոլորն էլ ձգտել են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել։ Ես այս վերջին էլ վիդեո եմ հրապարակել, ցույց տվել, որ Ռոբերտ Քոչարյանն ասում է «Мы не знаем, почему вы так настроены», բան թուրքերին ասում էլի, որ չեք ուզում սահմանները բացեք, դե չեք բացում, մեկը մենք այս ձևել ենք զարգանալու, այսինքն ուզում ենք որ դուք բացեք, բայց որ չեք բացում, այս ձևել ենք զարգանալու։ Ինչ է խոսքը, որ ուզում է բացվի սահմանները։ Հիմա սենց սրտիկի վրա գրել եք թրքացում գցել հրապարակ ձեր մոմենտով լավ տղա եք խաղում, արա, երբ որ դուք մի հատ եթեր եք անում, մի հատ տեսանյութ եք հրապարակում, մի հատ մտեք եղեղեցի դուրս եկեք, Աստծո առաջ տենանք կարակ դուք ձեր արասների ասասների համար պատասխան տաք։ Չեք համաչում ու հայրենասիրության ֆոնի վրա են այդքան էլ անում։ Լավ, Նիկոլը երիտասարդական ինչ որ տենց բաներ է անում, էլի, այսինքն այդ սրտիկ մտիկ այդ ժամանակակից օրինակ բաներ է։ Անում է իր հետևորդներին դուր է գալիս, բայց դու որ իր հետևորդ չես, իր երկրպագուն ու իր ընտրողը չես, ես ծանր տանում եւ բռնում վրեն գրում թրքացում։ Սուտը սատկի թե այդ սրտիկ ցույց տալի ձևը դա թրքացում է։ Թուրքիայի դրոշը կարող է սրտիկ նկարած։ Կիսալուսինա կարմիր բանի կտորի վրա։ Աստղու կիսալուսին։ Հիմա ձեր պահվածքի մեջ մի հատ ուշադրություն դարձել եք, երբ որ տարածում եք այդ տեսանյութերը, մտածեք ձեր տարածելով դուք ձեր մասին եք խոսում։ Այս տեսանյութը ես որ հիմա մեկնաբանում եմ Ծառուկյանին, Ալիևին, Փաշինյանին, 50%-ով ես խոսում եմ իմ մասին։ Դու գիտեք, խոսալով ուրիշի մասին, ես խոսում եմ նաև իմ մասին, իմ տրամաբանության մասին եմ խոսում, իմ մտածելակերպի մասին եմ խոսում, իմ շնորհքի, դաստիարակության մասին եմ խոսում։ Ինչպես ինձ ես պահում եմ, սա իմ մասին է։ Այնպես որ դուք ինչ տեսանյութեր շրջանառում եք, դա էլ ձեր մասին է, ձեր ընտանիքի մասին է, ձեր դաստիարակության, ձեր գիտակցության, ձեր տրամաբանության, ձեր անուղեղ ուղեղը թափած լինելու մասին է։ Հասկացաք,
Մեծ մարդիկ է կարա համոթել է, իսկ թվում է քաղաքականությամբ հետաքրքրված մարդիկ հիմնականում չափահաս մարդիկ են։ Անչափահասը 18 տարեկան էներգիա անչափահասը ձեր բարձրացրեց, հիմա այնա դատական process-ներով անցնում է։ Դուք եք այդ տարիքի խոսքի տենց տակարիուն բան արյունը երրումա ձեր մեջ անհավասարակշռված բաներ եք անում առանց մտածելու։ Վիդեո եք գցում, մի հատ պատասխան կերեք, պատասխան տվեք ժողովրդին եւ պատասխանատվություն պետք է կրեք դուք ձեր հրապարակած մտքերի մեջ։ Ոնց որ բրծանք, հա, Ալիևի այդ խոսքից, թե չեմ բրծել։ 2024 թվի վերջը խոսքը այսօր 2026 թվին պտտում են, որ տեսեք այս ինչ խոսք է ասել։ Արեմցյան Ադրբեջան 300,000-ի վերադարձ։ Դուք ինչ ժողովուրդ եք, այ ձեր, չգիտեմ, ցավը տանեմ, թե այ ձեր բոյին մեռնեմ։ Դե տակիրի մարդիկ, դուք գիտեք որ ամեն օր մի բան է փոխվում։ Այս ծառը որ հիմա ծաղկացա 3 ամիս առաջ ծաղկած չէ, հիմա ծաղկել է, հեսա պտուղ է տալու։ Հիմա վիժվել է, արա, Ալիևի այդ խոսույթը վիժվել է։ Արա հայերեն դուք չեք հասկանում։ Դուք չգիտեք, որ այդ 2024 թվի արտահայտված զրույցը հաջորդել է 2025 թվի օգոստոսի 8։ Ու այդ Ալիևի երազանքները բանը վիժվել է։ Ինչ է, երազում էի Ալիևի ուզածը ստացվել։ Չի ստացվել հիմա նորից է գրգռում եք, տենց բորբոքում եք, հա։ Թուրք եք կանչում մեր վրա, արա, լավ տղերք եք դուք ձեզ դրել եք խելացի մարդկանց տեղ։ Այդ ինչի եք 2 տարեկան տեսանյութը պտտում, որը արդեն հոդս ա ցնդել։ Այդ տենց սա խառնել եք իրար, որ մինչև հիմա խոսում եք Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը չի արդեն դատարկ։ Գիտեք խի։ Տմարդիններ։ Այլ Արցախ կա, որ Հայաստան Արցախի երաշխավորը լինի։ Այլ մտածում եք ինչ եք խոսում։ Այդ նույն Արցախում պետք է մենք մնայինք ապրեինք, որ Հայաստանից ակնկալեինք երաշխիքներ։ Բայց 20 թվի կործանարար պատերազմը դուք մոռացել եք, որ հետևել է, որ ռուս խաղապահներն են եկել դարձել մեր անվտանգության երաշխավորը։ Այնուհետև մեզ ուղեկցել են հակարի կամրջով դուրս գանք լքենք երկիրը։ Թույլ են տվել սանձարձակած պատերազմ սկսվի Ադրբեջանի կողմից։ Մեղքը գցում է Հայաստանի վրա, թե բա Պրահայում ճանաչել է։ Արա, ինձ լսեք ինչ եմ ասում։ Պրահայում ճանաչել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, որովհետև դրանից 19 օր, 20 օր առաջ, սեպտեմբեր ամսին, եղել է լայնածավալ, լայնամասշտաբ հարձակում Հայաստանի Հանրապետության հյուսիսից մինչև հարավ արևելյան հատվածով։ Մինչև հիմա ջերմուկի սարերում նստած է։ Արա չեք հասկանում ինչի է Հայաստանը գնացել ճանաչել։ Տուպիկ են գցել փակուղի։ Հայաստանն է գնացել ճանաչել, այստեղ Նիկոլո Իջևանցի է, Քոչարյանը Ղարաբաղցի է, դա կապ չունի ով է եղել երկրի ղեկավարը։ 20 թվականի պատերազմից հետո Արցախը գտնվել է շրջափակված Ադրբեջանի տարածքում։ Եվ Ադրբեջանը հարձակվելով Հայաստանի վրա ստիպել է, որ դու պետքա ճանաչես իմ տարածքային ամբողջականությունը։ Չճանաչես, քո տարածքներից ես եմ վերցնելու։ Նույն փոխադարձ սկզբունքով, եթե դու իմ տարածքը չես ճանաչում, ուրեմն աչք ունես իմ տարածքի վրա։ Ուրեմն այսօր վաղը զինվելու ես, հարձակվես տարածքից վրա։ Արա մի հատ սպասել, բայց ես զինվածել եմ, պատրաստել եմ, ուժեղել եմ։ Բայց ես մի հատ չհարձակվեմ քո վրա, մի հատ քեզ ապտակ հասցնեմ, հասկանաս, որ ես հասկանում եմ քո մտադրությունը։ Բա Նիկոլ Փաշինյանը հետ էր, էլի 2 տարի 2020-ից մինչև 22 թվականի հոկտեմբերի 6-ը մանևրում ձգձգում բան, որպեսզի չճանաչեր Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Թուրքն էլ էշ չարա, էշը մեր մեջ շատ էշեր կան, որ չեն հասկանում, բռնում են հայկական եւ թուրքամետ վիդեոներ տարածում, չեք ջոկում ինչ է կատարվել։ Ալիևը էշ չի հասկացել է, որ Հայաստանը միտում չունի Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս եւ ուզում է մանևրներ անի, ուզում է ժամանակ շահի զինվի ուժեղանա, որպեսզի նույն ոնց դուք եք ասում արցախցիների անվտանգությունը պաշտպանի, այդ ընթացքում ինքնա շուտ հարձակվել, չգիտեմ քանի հեկտար վերցրել, ջերմուկի սարերում թուրքը նստած է։ Հետո պտտում են ասում են Պրահայում ճանաչել է, դրա համար հարձակվել է։ Արա Պուտինն է այդ են զրույցներ անում, ձեր նման միամիտների համար։
Ով կարա իմ հետ բանավիճի այս թեմայով։ Ես այնա հրապարակային ձեզ պատասխանում եմ։ Հայաստանը գնացել է ճանաչել, որը հետ է 10 քանի օր առաջ սեպտեմբեր ամսին Հայաստանի վրա լայնամասշտաբ մեծ պատերազմ է սկսվել։ Դրա համար էլ գնացել է ճանաչել, որովհետև հենց միտում է հետ է Ռուսաստանի, Հայաստանի ներքաշել պատերազմի մեջ Թուրքիայի Ադրբեջանի հետ, Թուրքիան ու Ադրբեջանը խփեին Սյունիքը վերցնեին, իք ներկայացա ասել, «Բա եկել եմ ձեզ փրկեմ»։ Ինչպես եկավ ասես, եկել եմ փրկեմ նոյեմբերի 9-ին Ստեփանակերտում արցախցիներից։ Փրկեց, ուր ենք բա։ Բա ինչպես փրկեց։ Փրկել կարանք ասենք ժամանակավոր, 1.5 ամսով, 3 տարով։ Այսինքն եթե փրկությունը ժամկետ ունի, Սմետանի նման ժամկետը վրան գրած է, բան չունեմ ասելու, դուք մոզգեր եք, դուք իմաստուններ եք։ Ես էլ խոսամ ինչ անեմ։ Ես ոնց կարամ ձեր նման պրոֆեսորների հետ բանավիճեմ։ Հասկացան, կարա միամիտ ժողովուրդ բոլոր ազգերի մեջ կան, բայց այսքան միամիտ, այսքան թարմ ամեն ինչը կատարված ժամկետները խառնաշփոթ անեք, 24 թվի զրույցը 26-ին ֆրցնեք, 20 թվի պատերազմից հետո 22 թվի դեպքերը բերեք խառնեք իրար, չհասկանալով որ Հայաստանը ինչպիսի բաների դիսկերի առանք ա եղել ընկած։ Դիսկան գիտեք, հայերեն ոնց է, թուրքերը մանգալի են ասում, որ sense պտտում են, երկու ծանր երկաթ, sense սխմում է, եւ եթե մեկի մատը դնես սխմե, sense մի հատ թղթի նման կտոր բան է հելնելու։ Դիսկան, չեմ իմանում գրական անունը, ռուսերեն դիսկի է, էլի։ Մանգալի։ Հայաստանին դրել են սխմում են, որպես պետականություն ուզում են թրցնեն օդը, մի կերպ պահպանվել է պետականությունը, մի հատ էլ ասում եք, այս պետականությունը մեզ ձեռ չտալիս, մենք ուզում ենք մի քիչ ավելի մեծ պետության տարածքներ, հե, ուզելով չէ, ես շատ բան եմ ուզում, շատ կներեք, շատ բան եմ ուզում, սիրտս գիտեք ինչ էր ուզում, ասեմ ինչ հա ուզում, սիրտս մի հատ լավ կրասովեր ավտո է ուզում, $13,000, դե խնդրեմ, որտեղից, սիրտս ուզում է, որ սենց հիմա քամու տակ, արևի տակ, ձյան, անձրևի տակ չի եթեր անեմ, մի փոքրիկ օֆիս է ուզում, սիրտս շատ բան է ուզում, սիրտս 3 հարկանի տուն է ուզում խոսքի սարքեն, որ մասի սարը տենեմ, ոչ թե ցածրելնի չտենեմ այս սարին պատուհանից, արա դուք սրտով եք առաջնորդվում, այ ժողովուրդ ջան, արա մի քիչ իրատես եղեք, իրականությամբ, արա ձեր սեղանին ինչ դրած է, այդ կերեք, մի երազեք էլի սև իկրայի մասին, Ինչքան է կարա, սաղ պչացնում, խայտարակում ձեզ, տեսանոտ պտտողը, նա կոնկրետ լավ հասկանում է, գումար ստացել գիտի, որ դուք միամիտ եք պտտելու եք այդ տեսանոթը, չեք կենտրոնանալու այնտեղ խոսքի այլ բովանդակության վրա, Նիկոլն ասեց Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, բանեն հայրենիքի մասին ինչ են լավ դրական բան ասում, ընդ որ ասում է նույնիսկ քաղաքական հայացքները կապ չունի, պտտում են ցիպը տեսեք Նիկոլը եղել է Սամվել Կարապետյանական երևի, հա, Ռուբեն Վարդանյանական իրանց հետ աղբերը այսօր դեմա հելել, չէ, այդ իրանք են դեմ հելել, Ռուբեն Վարդանյանը եկել է իջել պասատ կարել դեսանտի նման Ղարաբաղ, ռազմական գործի մասնագետ մարդու ուղղությամբ, որ ժողովուրդը պետք է հավաքվեին, խառնել ուղեղները, մտքերը խառնել չի թույլատրել, վերջում համ ինքնագերի ընկել, համ Ղարաբաղն է թողել գերի, մեզ էլ առանց տուն Ծնդավայրը թողած լքած։ Սա ձեր Ռուբեն Վարդանյանի գործունեությունն է, Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, որտեղ ինքը ստանձնել է երկրի ղեկավարությունը։ Ինքը իր տարածքներից հող չի նվիրել։ Պատերազմի արդյունքում որոշ սահմաններ տարածքներ վերցրել են ջերմուկի սարերում, դա էլ ժամանակի հարց է։ Դիվանագիտությամբ այդ ամեն ինչը լուծվելու է։ Որովհետև եթե այս պահին պատերազմը լինի, չի լուծվելու այդ հարցը, ավելի տարածքներ կարող է կորցնենք։ Դրա համար ճիշտ քաղաքականություն են տանում, չեն խառնվում Սադրանքի, Ալիևի Սադրանքի, Ալիևն է Սադրանքը հրահրում, որպեսզի Հայաստանը ներգրավի այդ ամեն ինչին։ Վերջը Նարեկ ջան, հիմա քեզ մի եղբայր բան ասեմ, դու գիտես, սկզբից էլ ասել եմ ես, որ քո հանդեպ վատ բան չունեմ, հակառակը միշտ ասել եմ, քո հանդեպ սխալ տենց ծաղրական բառեր են օգտագործում, ածականներ են կպցնում, բան ճիշտ չի, դա ես ձեզ հարգում եմ, մեր հայրենակիցն եք, իրավունք ունեք դուք ձեր հոր եղբորը պաշտպանեք, դա ավելի մարդկային ու բարոյական եմ համարում ես, հարգանքի արժանի է դառնում եւ քաղաքականություն մտնելով դուք հենց դրանով էլ զբաղված եք եղել։ Չեմ ուզում ավելացնեմ այդ մասով, կարճ ասեմ, դուք ոչ թե մտել եք քաղաքականություն բարելավեք հայ ժողովրդի, վիճակը այլ մտել եք պաշտպանեք ձեր հոր եղբորը։ Մավազից, այդ առումով որպես մարդ ես ձեզ հարգում եմ։ Բայց որ դուք ասում եք ուժեղ Հայաստան, ուսակցություն եք հիմնել, թե ինչ նոր եք հիմնել։ Հələ մի հատ դուք ուժեղ քաղաքականություն վարեիք մի քանի տարի։ Ազգային ժողովում պետք է ներգրավեիք, ցույց տայիք, որ դուք ուժեղ արդեն կուսակցություն եք, ուժեղ ընդդիմադիր եք ազգային ժողովում։ Հետո նոր ժողովուրդը պետք է հասկանա, դուք քաղաքական ուժ եք, թե բիզնես ուժ եք։ Ժողովուրդ ջան, դուք հենց հիմա մանիպուլյացիայի մեջ եք։ Նարեկ Կարապետյանը եւ իր շրջապատի այդ ուժերը, ոչ թե ուժերը, շրջապատված մարդիկ, սա բիզնես ոլորտի մարդիկ են։ Ով էլ իրան դրել է ուժեղ զինվորականի տեղ, մենք չենք հիշում այդ զինվորականը ինչ որ
այս ժամանակակից պատերազմում փայել էր։ 90-ական պատերազմում այլ պատերազմ ա եղել, փայլել է։ Այսօր ինքը չի փայլում։ Եթե ինքը փայլող մտածելակերպ ունենար, հենց այսօրվա իշխանության ինքը կառաջարկեր այդ բարեփոխումները 5 կետա, 6 կետա, թե 36 կետա։ Նա հանուն հայրենիքի պետք է այդ նամակը ուղարկեր, օրինակ Նիկոլ Փաշինյանին, ինչպես Սերժ Սարգսյանին ուղարկել, ինչպես Սամվել Բաբայանը համ Սերժ Սարգսյանի ժամանակ նամակ ուղարկել Սերժ Սարգսյանին 13 թիվ, ինչքան գիտեմ միջև հիմա իմ ավտոյում կա 6 հատ էջ, իմ ավտոյում կա 12 թիվ է 13 թիվ Սերժ Սարգսյանին, հետո համարյա նույն բովանդակության մի քիչ ավելացրած էլ վտանգներ Նիկոլ Փաշինյանին։ Ես ընթերցել եմ, ուղղակի անգես չեմ կարող 6 էջը ասեմ։ Այսինքն Բաբայան Սամվելը չի նայել թե ով է երկրի ղեկավարը, ինքը երկրի գլխին ծառացած խնդիրների մասին հայտնել է այդ օրվա երկրի ղեկավարությանը, նույնիսկ անտիպաթիակ եւ խնդիրներ, հակասություններ ունենալով Սերժ Սարգսյանի հետ։ Երկուսին էլ ուղարկել է։ Այս արդեն կարա ինքը լուբոյ ժամանակ, նույնիսկ իրան առողջություն երկար տարիների կյանք հետ մահուել, կարան իր մասին խոսան, որ ինքը լեգենդար հայրենասեր, լեգենդար հրամանտար հայրենասեր մարդ է եղել։ Որտեւ չի նայել թե ով է երկրի ղեկավարը, ասել է սենց ծրագրերը, սենց վիճակ կա, պետքա սենց դուրս գանք այս վիճակից։ Ձեր այդ պատկերացրած զինվորականը, որ հիմա ձեր կողքին կանգնած է, թող հրապարակի այդպիսի մի փաստ, որ ինքը հրաման ա տվել, բան ա ստորագրել ինչ որ ռազմավարական ինչ որ մեխանիզմ ա գծագրել, ուղարկել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանին։ Արել է, թե այսօր զինվորականի հակուստ հակնել գալ ժողովրդի մեջ կանգնել մանավանդ անունն էլ հելած բան sense ուժեղ զինվորական լեգենդներ հյուսված Սասունցի Դավիթի մասին էլ են լեգենդներ պատմում Սասունցի Դավիթը չի եղել շատ լեգենդներ կա հիմա դուք էլ լեգենդներով եք առաջնորդվում իջեք երկնքից իրականությամբ շարժվեք իրականությունով առաջնորդվեք եւ մի բան էլ ամիսներ առաջ ինտերվյու է տալիս Պետրոս Ղազարյանին ասում է մեր երկրի ղեկավարը բա մեր ուժի առաջնորդը ծառայած է, բայց վարչապետը ծառայած չի։ Հետո անցնում այս ամիսներ այն օր հրապարակում որ ձեր կուսակցության առաջին անունը քո անունն է գրած, բայց դու էլ չես ծառայած։ Ինչ եղավ։ Նիչա, ինչ է նա, քուվանշ, բլոտում տենց են ասում։ Զխը գրի տենց բաներ էլի, ես խաղալ չգիտեմ, լսել եմ կողքից։ Ինչ են ասում այդ վիճակում։ Ռեբլոտ եղակ։ Չէ, ասում ինքը ծառայած չի, բայց ես ուղղակի քո խոսքն է քո դեմ հելել։ Ես քեզ ոչ մի բան չեմ ասում։ Քո խոսքը քո դեմ է ծառայել։ Չծառայած վարչապետ այսօր դու առաջի անուն քոնն է գրած որ դու ես ելնելու վարչապետի տեխնացիան ու դու էլ չես ծառայած։ Նիչա է էլի դե նիչա է դառնում։ Բայց ես ձեզ չեմ եղադրում։ Ես չեմ ասում չեք ծառայել իրավունք չունեք վարչապետ ելնել։ Չէ, իրավունք ունեք։ Վարչապետ ելնեք, որտեղ ծառայելը կապ չունի։ Վարչապետը քաղաքական պաշտոն է, վարչապետը խելացի մարդու պաշտոն է, ով որ կարա զինվորական մասնագետներով համալրի իր շուրջը, բանակում փոփոխություններ, խելացի նախարար նշանակի, շտաբի պետ նշանակի եւ բանակը ծաղկի։ Այսինքն Նարեկ Կարապետյանը, եթե ի վիճակի է վարչապետ դառնա այսպիսի սկզբունքներով, այսպիսի իմացություններով, արժանի է ուրեմն լինի, եթե կարա։ Եվ ոչ մի բան չկա չծառայելու մեջ։ Անժելա Մերկելը չի ծառայել, այն Վրաստանի նախագահան չի ծառայել, կինա։ Իսրայելը, որ Իսրայելը Սարգսյանց հզոր պետություն կինա եղել, էլի իրանց ղեկավարը։ Այսինքն ոչ մի կապ չունի թե երկրի ղեկավարը սերը ինչա եւ ծառայած է բանակում թե չէ։ Կարևորը բանակում ծառայողը ծառայում է, կարևորը ռազմական գործի զբաղվող մարդիկ ծառայած են, գործից տեղյակ են։ Ժողովուրդ ջան, այսինքն ձեզ մանիպուլյացիա են ենթարկում, բայց ժամանակը պետքա ճիշտ գնահատել։ 2 ամսվա ինտերվյուն, որ իր դեմ չհելնի։ Իսկ Նիկոլ Փաշինյանի զրույցը ուզում են Նիկոլի դեմ հանել։ Նիկոլը այդ ժամանակ սիրո համերաշխության չի Թավշյա կներեք ժողովուրդ ջան։ Թավշյա հեղափոխության նարատիվներով եւ Ռուբեն Վարդանյանի եւ մնացած Սամվել Կարապետյանի հետ համաձայնվել է որպեսզի համագործակցեն։ Վերջը պարզվել է որ իրանք չեն ուզում համագործակցեն, կեսը Ղարաբաղյան կլանի հետ է համագործակցում, կեսը Ռուսաստանի կլանի հետ, չնայած Ղարաբաղյան կլան, Ռուսաստան կլան դա միասնություն է, ուղղակի սե ենթակա միասնությունն է Կրեմլի։ Ուշադիր եղեք ձեր խոսքերի մեջ, Նարեկ ջան, այնպես որ դա ընդհանրապես կապ չուներ, ծառայած լինելը։ Դուք էլ իրավունք ունեք զբաղվեք քաղաքականությամբ, այ 5 տարի հետո եթե ճիշտ լավ քաղաքականություն վարեք, ոչ թե Գագիկ Ծառուկյանի պես ընտրություններին երևակ զայներ վերցնեք, հետո տակ ուրիշի մի քաշվեք գնաք բիզնեսով զբաղվեք,
մեզ տենց քաղաքական գործիչ պետք չի։ Կամ զբաղվում եք քաղաքականությամբ, կամ զբաղվում եք ձեր բիզնեսով ու չեք խանգարում քաղաքականությամբ զբաղվող մարդիկ զբաղվեն։ Իմիջիալոց լավ մնացածը թողենք հաջորդ եթերին, շատ եմ արդեն երկարցնում։ Չեմ ուզում ձանձրալի դառնամ ձեր համար, սիրելի ժողովուրդ ջան, եթե ձեզ հետաքրքիր է իմ տեսանյութերը, եթե համարում եք, որ արդարության ինչ որ մի փոքր նժարները կարող եմ պահեմ, ճշմարտությունը փորձում եմ լուսաբանել, կարող եք լայքել, կիսվել, տարածել տեսանյութը, ինչպես նաև ամենակարևորը պատվիսկա եղեք իմ YouTube-յան էջին, փիս հարստանալու ցանկություն ունեմ, մոնետիզացիանել ասում են բացվելու է Հայաստանում։ Այս խոսքս մի քանի անգամ ասել եմ, մեկը այս վերջում գրել է, ասում է, ակաշները բարձվեց, չէ, հետևից ստերեում է ումակաշները, Ռոբերտ Քոչարյանի, տեսար անցա Ռոբերտ Քոչարյանի կողքը այն ասել է դու ուզում ես ուժեղ հարստանալ ցանկություն ունես, ուրեմն ուզում ես հարստանալ, գնացել ես Ռոբերտ Քոչարյանի կողքին, մարդ ես մեր տանն եմ կնոջս կողքը նստած մեկնաբանություն եմ կարդում, ում կողքն եմ ես չհասկացա, բայց իսկապես մոնետիզացիան բացվելու դեպքում ինչ որ չգիտեմ ինչքան եկամուտ կգա էլի YouTube-ից, ինչու՞ չէ ժողովուրդ ինձ թույլ տամ հանրային կյանքում ակտիվությունը շարունակել, այլ ոչ թե ստե պասիվացնեմ կամ լրիվ դուրս գամ, գնամ ինչ որ այլ աշխատանքի, որում ես ուղղակի կարող եմ մի հիմնարկի օգուտ տալ, մի հոգու օգուտ տալ, բայց sense կարամ ես հազարավոր մեր հայրենակիցների օգտակար լինել։ Լավ մնացեք, հաջողություն, կապով կլինենք։